Ողջույն ժողովուրդ ջան, հարևանքներս բոլորիդ, ես առաջարկում եմ մի քանի րոպե շփվենք միմյանց հետ ու կա շատ կարևոր 1-2 խոսակցություն, որը վստահ եղեք այսօրվա երևի թե մեր իրականության թերևս առաջնային թեմաներն են։ Մի քանի վայրկյան սպասենք մեր ընկերներից հավաքվեն, տեսեք նախ այսօր հունվարի 27-ն եւ մենք առաջին անգամ ոգեկոչում էինք մեկ օրվա մեջ մեր բոլոր նահատակներին եւ անուն առանուն խոնարհումս բոլորի առաջ մեր ողջ պատմական հերոսների մասին է խոսքը բոլորի եւ ցավոք սրտի նախ չենք ուզում անդրադառնանք նրան, թե ազգային ժողովում ով դեմ քվեարկեց, ով կողմ, որովհետև ամեն դեպքում օրը որոշվեց, եւ այդտեղ պղտոր ջրում ոնց որ թե ձուկ որսալու պահը չէր, բայց այնուամենայնիվ արի ուտես, որ կան որոշ պղծեր, ովքեր հաշվի չառնելով օր, ժամ, պատարագ իրենց գործունեությունը շարունակում են ծավալել, հույս ունենալով, որ մեր զբաղվածությունը եւ մեր դաստիարակությունը, մեր մոտեցումները, մեր նվիրվածությունը թույլ չի տա հստակ գնահատական տալ հենց այդ նույն օրը, նույն պահին իրենց գործունեությանը եւ այդպես կմարսվի ու կգնա։ Դա թույլ չենք տա, դա ձեզ միայն թվում է։ Ուրեմն մի կողմից մարտնչում է գիտությունը, մյուս կողմից մարտնչում է ռուս-թուրքական ամբողջական եզրույթ է սա, ռուս-թուրքական ներկայությունը Հայաստանում, մարտնչում են հանուն ռուս-թուրքական պայմանագրերի իրականացման, ոչ մի երկրորդ բան չկա, եւ եթե որևիցե մեկը կարծում է, թե այս ձևակերպումները ընդամենը նրանց խոսույթին հակադարձելու համար են, չարաչար սխալվում են, ու եթե կարծում են, որ չեն սխալվում, ապա կարող են ընդունել հրավերս ուղիղ եթերով խոսելու այս ամեն ինչի մասին եւ թող փորձեն հիմնավորել իրենց հիմքերը, կարծիքների հիմքերը, կարծիք ունենալը մեկ բան է, հիմնավորելը դա մեկ այլ բան է, ռուս-թուրքական կամ թուրք-ռուսական կապ չունի ինչ երթականությամբ այս ուժերը։ Ուրեմն, ես անկեղծ ասած նախապատրաստելի լրիվ ուրիշ թեմաներ, լրիվ ուրիշ, բայց հենց նոր տեղեկություն տարածվեց, որ կարգալույծ է հռչակվել տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ուրեմն սույն թվականի հունվարի 27-ին կաթողիկոսի աթոռը զբաղեցնող կտրիչ Ներսիսյանը ընդառաջ Գերագույն հոգևոր խորհրդի որոշման 270126 Գերագույն խորհուրդը ամսի 27-ին լավ իմանալով մեր պետության մեջ սա ինչ օր է, որոշում է կայացրել հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան։ Նախ անտեսել են այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում հիշատակի օր է, բայց այնուամենայնիվ հավաքվել են իրար գլուխ հենց այս օրը եւ դա նորմալ է իրենց պարագայում, որովհետեւ իրենք հանդիսանում են թուրք-ռուսական տանդեմի ներկայացուցիչներ Հայաստանի ներսում, զավթած լինելով մեր խաչն ու եկեղեցին։ Կարգալույծության համար կտրիչ Ներսիսյանի համար հիմք է ծառայել, որ վերջինս վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականon գործունեությունը եւ դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Ուրեմն, սա ինչ է։ Սա նախ եւ առաջ այդ ներեկեղեցական կյանքին միջամտել են էլ դատական կարգով, այսինքն մայրաթոռը պաշտոնապես հայտարարում է, իհարկե այնտեղ պաշտոն զբաղեցնող որևիցե մեկը չկա այլևս եւ նրանց հայտարարությունները առ-ոչինչ են, այնուամենայնիվ փորձում են իրենց կենթանության նշույլներ ցույց տալ
Եվ ինչ են ասում, ասում են, որ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որտեղ որ գործում է Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցին, սա Վրաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցին, սա Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցին, ասում են, որ դու գնացել դատի ես տվել, դրանով բերել ես մեր եկեղեցական կյանք պետական համակարգ, ուրեմն լսեք, դրանով գիտեք դուք ինչ եք ուզում հիմնավորել ու ասել, որ եկեղեցուն ներսում դուք կարող եք ցանկացած հանցագործություն իրականացնել, դեք ձեր մաքրության վրա որովհետեւ մեկը վստահ չի, որովհետեւ առողջ մարդ, դուք կարող եք ասել, որ սրանով, որ եթե անգամ մենք բռնաբարություն իրականացնենք եկեղեցու ներսում, պետությունը իրավունք չունի խառնվել։ Պետական օրգանները, մարմինները իրավունք չունեն խառնվել։ Եթե մենք մեր փեշերի տակ նարկոտիկ անցկացնենք, միևնույնն է պետությունը իրավունք չունի խառնվել։ Եթե մենք, չգիտեմ, այնտեղ մանկապղծությամբ զբաղվենք, իրավունք չունեն խառնվել։ Դուք սրանով ասում եք, որ դուք օրենքից վեր եք ու ինչ ուզեք կարող եք անել։ Սա է ձեր ասածը, առա ձեր բախտից։ Չի կարա այդպիսի բան լինի։ Եվ Կտրիշ Ներսիսյանը, Գարեգին Բ. Կոչեցյալը, ով կորցրել է կարծես թե իրականության հետ իր զգացումները, ասեմ, քո խոսույթը առ ոչինչ է, որովհետև եթե դու խոսում ես հայրապետությունից, դու ծայրապետել չես, դու ես իմ ում պետն ես, ես իմ ինչի պետն ես, դու պղծազանության պետն ես, ով չի կարող որևիցե հայտարարություն անել, որևիցե հայտարարություն անելուց առաջ դու պիտի ներկայացնես քո ինչ են ասում բանը, այդ կանոնադրությունը, կանոնակարգը, որով որ առաջնորդվում ես, իսկ եթե այդ կանոնակարգը դու բերես, հանկարծ պարզվելու է դու ոչ ոք ես, ոչ ոք, որովհետև այդ նույն կանոնակարգը առաջին խախտողը հենց ինքդ ես, հետևաբար Հայաստանի Հանրապետության լեգիտիմ ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, եւ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չունեմ բան չընդունելու, չընկալելու այդ հայտարարությունը, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը քեզ նման պղծի է չի աշխատում, պարզապես չի աշխատում, քո հայտարարությունները պետությունը չի ընկալում, դու եսիմ ինչ ես, Չէ, եկեղեցին մենք ենք ու մերն է, բայց դու այդտեղ եսիմ ինչ ես, ու միակ այն եզակի լավ բանը, որ արել է իշխանությունը, ի տարբերություն քեզ, արել է հետևյալը, որ առաջարկել է խելոք Ռադատ Քաշես հանգստի, խելոք, որովհետև իսկապես չի ցանկանում, հաշվի առնելով արտաքին 1000 ու մի հարցեր, պետությունը չի ցանկանում միջամտել իր ձևով, չնայած դուք ձևերին կողմնակից եք, չէ՞ որ ինչ-որ մեկը ինչ-որ ձևով, ինչ-որ հարցալուծում իր պատկերացմամբ, չէ՞, բայց այնուամենայնիվ չի ցանկանում դեռևս բան քայլերի գնալ ու փորձ արվում, որպեսզի խնդիրները լուծվեն շատ սահուն ձևով, փափուկ ձևով, բայց դու անցնում ես բոլոր սահմանները, բոլոր թույլատրելի եւ բարոյական սահմանները, նո անցած եղել ես մշտապես, բայց այնուամենայնիվ հիմա էլ ցած քո արևին, այսօր ամսի 27-ն էր, մեր բոլոր ժամանակների հերոսների հիշատակի օրը, Մայրաթոռը որևիցե նորմալ հայտարարություն արել է, որևիցե վերաբերմունք ցուցաբերել է, բացի նրանից, որ դադի վանքի տերտերին, թռած տերտերին, եկեղեցին թողած փախած տերտերին, իր 4 չծառայած զավակների հայր տերտերին բերել դրել է Եռաբլուրի քահանա, բացի դրանից ուրիշ բան արել է, ինչ է արել, բացի նրանից, որ այդ տերտերը Արշակ Զաքարյանի նման պղծի հետ ախպերություն են անում, այն նույն Արշակ Զաքարյանի ում օբյեկտում հիմնադրամի փողեր էին կիսում Վիտալի Բալասանյանը նմանները,
այլ բան արելա, բացի մասնակցություն ունենալու թալանին ու վաճառքին Հայաստանի հողերի, ուրիշ բան արելա, եւ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այո, ունեմ պահանջներ եւ ունեմ պահանջներ այս կոնկրետ պետությունից, իմ սեփական պետական համակարգից, սրանից մաքրեք իմ երկիրը, սրա նմանից մաքրեք իմ իրականությունը ու վերադարձրեք ինձ իմ բարոյական կերպարը, ես որպես քրիստոնյա մարդ պաշտպանված չեմ զգում ինձ, զավթել են իմ հավատքը ու ինձ փորձում են իմ բարոյական կյանքը, փորձում են սատանայա բար ներկայացնել ու այդպես դաստիարակել իմ սերունդներին։ Ես պահանջում եմ, որպես հայ քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ քրիստոնյա մարդ, սրա նման սրիկաներից մաքրել իմ հավատքի աղբյուրը։ Ու գործելու ժամանակը կներեք հələ, որտեղ ես պիտի գնամ, որ երկրի եկեղեցուի գնամ, որպեսզի ես ինձ հագեցած զգամ ինչ-որ կերպ։ Թե պիտի ես նստեմ, նայեմ, թե վարչապետը որ եկեղեցի է գնում, հետը գնամ հույս ունենալով, որ գոնե այդտեղ մաքուր է լինելու պատարակը։ Սրա նմաններից փորձեք, սա ուղիղ բան է, հայց է, սա ուղիղ դիմում եմ ես, էլ ինչ պիտի արվի։ Իմ եկեղեցին զավթել են։ Իմ հավատքն ու բարոյականությունը զավթել են։ Ուղիղ հաղորդում եմ տալիս, խնդրում եմ օգնեք ինձ։ Ինչ պիտի անեմ ուրիշ։ Եթե ես գնամ, մտնեմ եկեղեցի, որտեղ որ դրա նման սրիկային ներկայացնում են ինձ որպես սուրբ, սրբություն, սուրբ, ու չեն զեղչում նրա անունը, ապա ես պիտի միջամտեմ։ Միջամտելու պարագայում բանը սահմանադրությունը ինձ արկելում է, ասում է դու ցանկացած տիպի ծիսակարգին, անկախ նրանից որտեղ ինչ են ասում, իրավունք չունես միջամտես։ Եթե դու միջամտում ու խանգարում ես ծեսը, կրոնական ծեսը, կապ չունի եկեղեցական թե ինչական, ապա ինձ դրա համար դատ է ասնում, բայց ես չեմ ուզում դա տեղի ունենա, որովհետև ինձ ենտեղ խապում են, ինձ մոլորեցնում են ենտեղ։ Բայց ես հայ մարդ եմ ու սա իմ երկիրն է, ու ես քրիստոնյա եմ։ Խնդրում եմ օգնեք ես հարցում, այլ կերպ ոնց պիտի դիմեմ։ Այս սրիկայից ազատեք մեզ, խնդրում ենք։ Եվ պահանջում ենք, որպեսզի համապատասխան մարմինները սրանց նմաններից ազատի մեզ, որովհետև մեր հավատքը կեղտոտում են, պղտորում են, ինձ դարձնում են հանցագործ, ինձ դրդում են լինել վատ մարդ, հակասում են իմ պետական դաստիարակությանը, հակասում են իմ իրավահապատակ լինելու նկրտումներին, հազարակ քրեական օրենսգիրքը 10 գլխներին ուշքները կգնա, աշխարհի գործը տակնա, պարոն վարչապետ, ռեալ ասել եք, հստակ ասել եք, ով է նրա եղբայրը, իհարկե ամենատարբեր խոսակցությունները մի կողմ, գոնե դուք ձեր մասով հստակեցրել եք, ապա խնդրում եմ ասեք ինչու՞մն է կայանում ձեր անգործության պատճառը, հավաքեք ռադարեք մեր գլխից, սահմանափակվում է իմ իրավունքները, առաքելական քրիստոնեական, զավթել են, ես հաղորդում եմ ներկայացնում, որ որոշ կագեբեշնիկներ կամ արտաքին ուժերի հետ ծառայողներ զավթել են իմ հավատքի տունը
ու դրանով սահմանափակել իմ ազատ, բարի շփումը ու մոտեցում եմ աստվածային ու սրբազան բան հանդիսացող, չգիտեմ ո՞նց ձևակերպեմ, Աստծու հետ չեմ կարող շփվեմ, ուզում եմ եկեղեցով շփվեմ, զավթել եմ, ում կարամ դիմեմ, սա ինչ է, ես գնում եմ եկեղեցի, եկեղեցում ինձ խաբում են, իմ հավատքն ու խիղճը օգտագործում են, և ներկայացնում են ինձ մի հատ բջի, կագեբեշնիկի, կամ կագեբեշնիկի եղբոր, առնվազն, սպաստաթղթերի, որ նա սուրբ է, ես որպես քաղաքացի սուտ եմ դաստիարակվում, ուր է ձեր գործողությունները, մենք նեյնիմ ենք խաղում, հիմա ես գնամ, կրկնում եմ, նայ, տարական բան եմ ասում, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ցանկացած կրոնական ծիսակարգ խանգարելը ենթադրում է պատասխանատվություն, ես չեմ խուսափում պատասխանատվությունից, բայց այնուամենայնիվ, ես իրավապատակ քաղաքացի եմ, որովհետև մի կողմից մարդկանց միշտ ներկայացնում եմ, թե ինչքան կարևոր է քաղաքացիների իրավապատակ լինելը, մյուս կողմից, եթե ես խանգարեմ դա, ստացվում է ես դատվելու եմ, ու խանգարել որն է, եթե շտկեմ ու ասեմ նա սուրբ չի, որովհետև այդտեղ այդ պատարակի ժամանակ մի քանի տեղով ասվում է սուրբ, նրա անունը հնչում է ու սուրբ պիտի երկի, եթե ես ասեմ, որ նա սուրբ չի, ես գնում եմ դատվելու, մյուս կողմից էլ բան չի, ապահովված չի, որ ես հանգիստ կարողանամ իմ եկեղեցական բանով ապրեմ, կրթվեմ, մաքրեմ խիղճը, զավթած է, ընդ որում ըստ ազգային անվտանգության ծառայության զավթված է մեկի կողմից ում աղբերը եղել է ոչ միայն KGB-ի գործակալ, որ ասենք լավ դե եղած անցած բան է, այլ նաև մինչև հիմա էլ շարունակում է աշխատել արտաքին ուժերի հետ, բախեք նստել, հիմա սա էլ դուրս եկել քանդում է իմ հավատքի տունը, քանդում է, պղծում է իմ հավատքի տունը, ոնց հաղորդումը կարամ ուրիշ ներկայացնեմ, ուր պիտի մոտենամ, որ ներկայացնեմ, գոնե ուղղություն տվեք, չնայած այսօրվա դարում ես կարծում եմ համացանցով այս ամեն ինչը այսպես բանավոր ներկայացնելով պետք է որ հաշվի առնվի եթե ԱԱՑ-ն հիմա չի գործելու ու ինձ որպես քաղաքացու, քրիստոնյա քաղաքացու օգնի, ապա որևիցե մեկը չի կարողանալու հետո ինձ ձերբակալի, եթե ես ցանկացած մեկի հավատքի վրա քարկցեմ։ Այդպես չի ստացվի, չէ՞։ Ասենք ասեմ դե իմ խելքն այդքան էր։ Ինչին եք սպասում։ Եթե ես անգամ կարող եմ մատերիալիզացնեմ, որ հասկանալի լինի։ Քրիստոնեական հավատքը իմ որպես հայ մարդու ժառանգությունն է։ Իմ հավատքը նաև իմ ժառանգությունն է, որովհետև եթե ես ծնված լինեի օրինակ ուրիշ երկրում, ուրիշ ընտանիքում, կարող է լինեի ուրիշ հավատքի։ Ճիշտ եմ նկարագրում, քանի որ ես ծնվել եմ Հայաստանում և հայ ընտանիքում և ընդունել եմ իմ պապերի թողածը, ես դարձել եմ առաքելական եկեղեցու հետ և մկրտված եմ։ Ես կրողն եմ այդ ժառանգության,
իմ ժառանգությունը ինձ գողանում են։ Այդ նույնն է, ոնց որ հորս տունը ինձ տանում է մեկը։ Խաբեությամբ եկել նստել, հա։ Հիմա էլ մանրից տանում է ձեռիցս։ Էլ ոնց ասեմ։ Օրինակ այսօր Հայաստանի բնական պաշարները հնարավոր չի, չէ՞, չունենք իրավունք արագ հենց հիմա բոլորը արտադրել, ծախսել ու գնա, որովհետեւ դա պատկանում է նաև սերունդներին, ճիշտ է։ Կներեք, ես իմ սերունդին չեմ կարողանում ես իմ սերունդին դաստիարակել։ Իսկ գողանում են էդի։ Ում պիտի դիմեմ։ Տեղից հազիվ վերադառնում են եկեղեցի։ Մեզ գողացած եղել են մեզնից։ Վաղուց։ Ու մեզ հեռվածրել են եկեղեցուց։ Դիտավորյալ։ Այսօր ենք ընկալել։ Այսօր ենք վերադառնում։ Այսօր ենք պահանջատեր դառնում։ Թող որևիցե մեկը որևիցե բան այստեղ չփորձի ձուկ բռնի։ Ու պարզվում է, որ դեռևս շարունակում են գողանալ ինձնից։ Իմ ժառանգությունը։ Մի հատ սամազվանից եկել, ասում է ես բանն եմ, որոշողն եմ, հա, որովհետև մի 2000 սամազվանից ինձ ընտրել են։ Ովքեր են եղել այդ պատվիրակները։ Այդ պատվիրակները վերջին անգամ երբ են հավաքվել, ես չեմ կարողանում իմանալ։ Ես խաբեության զոհ եմ դառնում փաստորեն, տենց է չի ստացվում։ Ու խնդրում եմ օգնեք։ Հասկացամ, քաղաքական գործիչներ կլինեն, քաղաքական հայտարարություն կանեն, կամ ոչ քաղաքական հայտարարություն կանեն, կասեն թե որ ինքը չի հանդիսանում բան, կաթողիկոս, հետևաբար իր որոշումը, բա որ կաթողիկոս չի հանդիսանում, կաթողիկոսանում ինչ գործ ունի։ Իմ կաթողիկոսի պեչատը իր ձեռը ինչ գործ ունի։ Իմ լուսավորչի գահը իր հետույքի տակ ինչ գործ ունի։ Դուք էլ ընդունում եք, որ այդպես է, ապա ի՞նչն է պատճառը, որ առաջ չենք գնում։ Հասկացանք, եկեղեցին ներսից բարեկարգում, բարենորոգում, համաձայն եմ, բայց կներեք, բացի այդ ներսիցը, նորմալ է այս ամեն ինչը։ Ես հիմա Ես չէ, կանգնեք, միակ լյուբոյ մեկը արտերկրից կարա գաստեղ զավթի մեկի հավատքի տունը, իրավունքները, ամեն ինչը պետորեն կարա։ Շա լինում ինտերնետը։ Փաստորեն ինտերնետն էլ անընդհատ փախնում է։ Հարգելի ազգային անվտանգության ծառայություն, խնդրում ենք հոդաբաց բացատրություն տվեք։ Մենք ճիշտ ենք անում, որ ձեզ դիմում ենք, թե ճիշտ չենք անում։ Մենք որտեղ կարող ենք բողոքել, որտեղ չպետք, իրավունքների մասին է խոսքը։ Խոսքը իրավունքների մասին է։ Եվ դուք ունեք պարտավորություններ, նաև դուք արել եք հայտարարություն։ Դուք ելել եք հայտարարություն եք արել, ասել եք Գարեգին Բ-ի եղբայրը պակ գործակալ է եղել եւ հիմա էլ աշխատում է օտարերկրյա ուժերի հետ։ Արել եք հայտարարություն, խնդրում եմ ասեք այդ հայտարարությունից հետո ինչ գործողություններ են հետևել։ Թե չէ այդ հայտարարությունը դառնում է 0։
Այդ հայտարարությունը ես էլ հանգիստ կարամ անեմ։ Բայց ձերը նաև ձեր ինստիտուտա չէ։ Ձերը պիտի գործի չէ։ Նստած մատ բիձա կապրիզնի ինչ ուզում անում է։ Սա անվտանգային խնդիր չի, բա ինչ է։ Ումից եք վախենում։ Դաշնակշաներից, որ հեսա կարող եք հելնեն ասեն, վայ տեսեք բանում, եկեղեցու խորանում, եպիսկոպոս սպանած դաշնակներից եք վախենում, որ կարող ասեն, վայ մեր եկեղեցու դեմ են դուրս եկել։ Թե Ֆրանկ Սամվել Կարապետյանից, ով չգիտես խի հայ առաքելական եկեղեցին է որոշել պաշտպանի։ Ումից չես հասկանում։ Եկեղեցին չէ։ Այս նույն ուզուրպատորին փորձում է պաշտպանի բոլորիս աշխի դեմ։ Ու դուք դրել եք այդտեղ ինչ-որ քաղաքական լավ բան լողում եք էլի քաղաքական բազարների մեջ։ Մարդ ենք, զզվում ենք արդեն, դուք ուզում եք, որ մենք ինչ լինենք, ինչ դառնանք, ինչ քաղաքացիակ ձեզ պետք, մատ ախպերական ձևակերպեք, ասեք, իմանանք հլը։ Բարոյական ինչ նորմեր կա սահմանված մեր պետության քաղաքացու հետ կապված։ Մատ ասեք իմանանք։ Որովհետև ես հասկանում եմ 30 տարի բարոյական նորմերն են, որ մարդու համար գժի թուղթը ավելի շնորհավորելու բաներ, քան ինստիտուտի դիպլոմը, որովհետև ինստիտուտի դիպլոմով կարար էտար գլխին սարքեին դատվել, գժի թղթով ու մեր ինձ էլ սպաներ չէր դատվի։ Էդի բարոյական չափանիշ էր մի հատ։ Բա հիմա Ես հասկանում եմ, որ մի շրջան կար, երբ որ ինչ-որ մի մականունով մեկը, կամ 10 մականուններով մարդիկ, կարային ինչ-որ կուսակցությունների ղեկավարներ լինեին, բան լինեին, ըստ էության մենք դա մերժել ենք։ Ու այդ ապրելակերպը դա որպես նպատակ, ցանկություն, երազանք մերժել ենք։ Ասել ենք չէ, մեր պատկերացումով պիտի մի քիչ սենց լինի, մի քիչ կիրթ լինի, մի քիչ բան լինի, մոտավորապես սենցը ու ընտրել ենք էս։ Ախպեր տեր կանգնեք։ Չեք կարում տեր կանգնեք, ասեք չենք կարում գլխներից գալիք իմանանք։ Քայլեր ձեռնարկենք։ Դուք ձեր մեջ քաղաքական ձեր կռիվների մեջ քաղաքացուն զրկում եք իր շատ լուրջ իրավունքներից։ Իր պաշտպանված լինելու իրավունքից թեկուզ հենց մեկը։ Իր խղճով իր բարևարկությունը, իր դաստիարակությունը պաշտպանելու իրավունքից։ Ինչ ասենք մներ քիչ ես ասում բարև ասել ենք ընկեր ջան, սկզբից չես նայել։ Եկել են մեր պետության մեջ այդ ամեն ինչից զրկում են մեզ։ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակումը անում է, տեսնում է, բանա, ախպերը բանա, KGB-ի գործակալը եղել, հիմա էլ աշխատում է արտաքին ծառայությունների հետ, ու տենց, վсё։ Հետո պարզվում է այդ ախպերը հլը բանա, հրահանգներ է տալիս, ընդեղ այն մյուս քահանաները գնում են դատարան, որ վերականգնեն իրանց իրավունքները, մեկ կինո։
Կինո։ Ում հանդեպ դատարանում ում հանդեպ են, ում որոշման հանդեպ են վերականգնում իրավունքները, կաթողիկոսի որոշման, որ կաթողիկոսի, բայց մեկ կաթողիկոսը չկա։ Ոնց է լինում։ Չէ, հայտարարություններ է, չէ, գնում եւ կարծիքներ եւ ամեն ինչ, չէ, որ ախպեր ջան, ինչ կաթողիկոս։ Չկա կաթողիկոս։ Նույն մարդիկ, ովքեր որ հանդիսանում են եկեղեցական, նույնն են ասում են մենք նրան հանգստի ենք կոչում, լավ փափուկ ձևով են ուզում տանել։ Մենք ասում ենք չկա вообще տես մեկը, ով որ կարկալույց է անում։ Չկա ինքը։ Կարկալույց է, ինքը կարկալույց չի կարող անի։ Ճիշտ եմ, չէ՞ ես հասկացել։ Բայց դատարանով, որ երբ որ վերականգնվում է իրավունքը, ում հայտարարության հանդեպ է, ում որոշման հանդեպ է վերականգնվում իրավունքը։ Վերականգնվում է չեղած մեկի հանդեպ, ով պակ գործակալի աղբեր է, ում մասին ՀԱՑ-ն հայտարարություն արել։ Չէ, ստեղ կներեք, ստացվում է նենց, որ այնպես չի, որ միայն եկեղեցականները եկեղեցու ներսում պետք է բարեկարգման աշխատանքներ տանեն։ Այստեղ կոնկրետ կառույցներ պետության պետք է գործեն։ Դուք պատկերացնում եք մի հատ պետություն, որտեղ մեկը, որը հաստատված է տվյալ պետության անվտանգության ծառայությունների կողմից, որ հանդիսանում է գործակալի եղբայր, ինչ որ բան անի, ում այդ բանը անելու համար դատի տան ու վերականգնեն իրավունքներ։ Ասենք սա ցնդաբանություն է իմ կարծիքով։ Ինչի արդյունքում մեր երկրի ներսում ոչ միայն խախտվում է հավատացյալների բարոյական իրավունքները, ոչ թե վրթովվում է նրանց ներաշխարը, հոգեվիճակը, այլ նաև վանում է կամ վնասում է այն ամեն ինչը, ինչը որ այս խմբի համար հանդիսանում է սրբություն։ Կներեք, ես այս ցնդաբանության հետ չեմ կարող քայլ դնեմ այլևս։ Նեյնիմ խաղալու ժամանակները չի։ Ու եթե սա ընդամենը քաղաքականության մասին է, ապա ես կոչեմ ամ ժողովուրդ ջան, սաղինը ռադարեք թող գնան։ Եկեք գնանք տեր կանգնենք մեր եկեղեցուն, թող գնան իրար քաղաքական դաշտում ով ում ինչ միսը ոնց ուզում է թող ծամին։ Իմ եկեղեցին քաղաքականության մեջ խառնելու բան չի։ Բայց մյուս կողմից են հարգելի քաղաքական գործիչներ։ Քաղաքական գործիչներն էլ չէ, կներեք։ Պետական կառույցի, իրավական կառույցի ներկայացուցիչներ, քայլեր պիտի ձեռնարկեք, սա ձեր պետությունն է, թե չէ։ Վախում եք 2000 հոգի կանգնելու է այնտեղ բան երկի, ես իմ ինչ երկի։ Ուրեմն են 3 միլիոնը չպիտի պաշտպանված լինեն։ Պիտի շարունակենք դեգրադացվել ժողովուրդ ջան, որովհետև բան է, առջևում ընտրություններ են եւ բոլորը զբաղված են խիստ բարդ քաղաքական process-ներով։ Գժի դարը արա։ Ասում եմ Քրիստինե ջան, ժողովուրդը կարա մի բան անի, բայց այն ինչ որ կարա անի ժողովուրդը կարող է այդ անելու ընթացքում անկախ իրանից որոշակի օրենքներ խախտի։ Ընդ որում ընդհանուր սահմանադրական կարգ, որովհետև ժողովուրդը Հայկ ջան, ես Կճոյանի մասին խոսել եմ։
Խնդրում եմ այստեղ հիմա քեզ ցույց չտաս, ցավը տանեմ։ Ի տարբերություն կտրիչի Կճոյանը փորձում է ինքնամակրվի։ Խնդիր ունես քրիստոնեական արժեքների շրջանակներում։ Ասել ենք, ինչն ես աչքս ուզում քո արևին կողես։ Ուշադիր չես եղել այդ ժամանակ, երևի կարող ես զբաղված ես եղել նրանց սատարելով, չգիտեմ դու ով ես։ Կաթողիկոսից եմ խոսում ապեր։ Կաթողիկոս կոչեցյալից, ով այո, ատենցներին արտադրե, ով ստեղծել է բետ միջավայր, որ այդպես բաներ պիտի լինեին։ Ինչի պիտի նրան թողեմ նրանից խոսեմ, հետ կասես իմանամ ապեր։ Ես յանին ես նեղն ես ուզում կծեսնեց հարստաս, հա, բաբա պտի բան արվի, բախի պիտի չարվի, պատասխան պիտի տան, բախի պիտի չտան, սաղներ պիտի տան, էդ ես ուզում իմանաս, ասել եմ ապեր, սխալ ժամի ես եկել հարցը տալի։ Թեն ես ջոգել եք, ինչ-որ մեկին պաշպանելու մասին եմ խոսում, ընկեր ջան։ Նստել է հա Բենտլին, տո Բենտլին էլ Բենտլի հա տերնել իմի, էդ ես ուզում լսես լսի։ Հիմի Սերժին, որ մերժում էր, Սերժի հետևից 200,000 պետական աշխատողի պիտի կալանավորենք, կալանավորելու բաներ էդի։ Չէ, որովհետև միջավայրն էր էդպիսինը, մարդիկ մի ձև ապրել են, ինչ-որ կոնսենսուսային բան են մտածել, որոշել արել են, դու էր տերը լինելու, առանց դեմքի գալու էր բանաներ ասել ես տեր եմ արեք, ինչ ես հելել ստեղ հա գրում։ Դու իմ ասացից ասա, իմ ասացի հետ համաձայն ես թե չէ ընկեր ջան, դու ես մի ուղղություն ցույց տուր, դու հլարի իմ ասացից ասա, հետո ես է քո ասացից կասեմ, ասել եմ ընկեր ջան, ոչ մեկ է սուրբ չի դառնալու, ով որ կգնա, կչոքի, կաղերսի, կաղոտի, կդիմի իրար ժողովրդին, կասի քաք եմ կերել, ներող կլնեք, էդ ա եղել, կասի թե ինչ պայմաններում ա, ոնց քրիստոնեական արժե համակարգը այնպիսին նա, որ ես պատրաստ եմ ներեմ։ Ու էլի լիքը բաներ, դու հիմա մի, սես մտի դիտավորյալ շեղի խոսակցությունը։ Դու ջոգել ես ինչից եմ խոսում բաբշե։ Ու իշ է ինձ վրդովացրե հիմա։ Քեզ դե պատվերով համեր գա, քո կարծիքով։ Քո համար եկեղեցին կարևոր է թե չէ ապեր։ Քո համար նորմալ է եկեղեցու ներսում քարոզ արշավ անելը քաղաքական թե չէ ապեր։ Արաբա մի պրայվանա ու պրաբալվանա արա։ Կճոյանը ու Կճոյանի նման մյուսները ասել են մենք գիտակցում ենք, որ ունենք բարենորոգման, բարեկարգման կարիք։ Այդ գիտակցելը նշանակում է արդեն խոստովանել։ Մնացածը այո, արդեն իրավունց ու աստծու միջև չենք կարա մենք միջնորդ հանդիսանանք։
Հիմա ինչ ենք անում, հարգելի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Ենթադրենք, ես գործակալ եմ։ Ու դուք գիտեք դրա մասին։ Ու ես լիքը վնասում եմ պետությանը։ Դուք ինչ հայտարարություն եք անելու, մի հատ հարցման եք պատասխանելու, հա ու վсё, բայց ես կարող եմ շարունակել վնասել պետությանը։ Դա այդպես է աշխատում։ Իմանանք, որ չպատրվենք, ձեզ անտեղի չմեղադրենք անգործության մեջ։ Գժվացրել եք, իսկապես գժվացրել եք արդեն։ Դեգրադացված հունվարի 27-ի օրով դաշտակները այնտեղ Հայաստան դաշինքով չընտրեցին այս օրը, մերժեցին, սրանք էլ ստեղ այս օրով վիզիտիլի բան են որոշել, եկեղեցին ուրիշ խնդիրներ չունի, որոշել են կարգալույծ են քրճակում բանին, Պողոս Պողոսյանին։ Այս կողմից էլ դրվել է քաղաքական ղեկավարությունը, ասում է դու չես կարող այդպիսի բան անել։ Ազգային անվտանգությունն էլ ասում է, այո, նա չի կարող, նա ագենտի եղբայր է։ Բայց յանիմ մենք ստեղ հեչ։ Չի կարելի։ Մարդկանց խաբում են հավատացյալներին, ամեն եկեղեցին դե ունի իր հիմնական 10-15 հոգին առնվազն, ովքեր պիտի միշտ պատարագին ներկայացնեն, ապահովեն ներկայություն։ Դրա համար եղուբրինձ ամիսը մեկ կարող է ստանալ։ Խաբում են այս մարդկանց, խարդախները, խաբում են, ասում են, այ տեսեք, պետությունը դուրս է եկել մեր բոլորի դեմ, այս չարիքը, նրանք ուզում են այս խաչերը հեռացնեն եկեղեցու գմբեթներից, մեզ հեռացնում են ձեր եղու բրինձը կտրելու են, ոչ ոք էլ ձեզ չի օգնելու, ինչ ասես խոսում են, ու դրանով փորձում են պաշտպանվել, խարդախ են էլի։ Ու այս խարդախության մեջ, հեսա, խարդախաբար հավատացյալներին խապել ասել էին, թե վարչապետը ասել է, որ բանար, մեր եկեղեցիները չուլան են։ Ես խարդախ բաներ, դրանով ցասում են առաջացնում եկեղեցու ներսում։ Ինչ խարդախություն ասես արել են։ Այստեղ դեռ նեյնում են խաղում։ Անկեղծ, տղես կնքված է, աղջիկս էլ կնքված չի։ Դու մտածում ենք, այս տարի կարելի էր կնքել, բայց մեկ էլ մտածում ես, ասում ես, դուք զգում եք, չէ, ինչի մասին ենք մտածում։ Զգում եք քաշը, ինչի մասին ենք մտածում։ Էլ չշարունակեմ, ստե բազմակետ դնեմ, էլի։ Եք բեր դնում մեր խղճին։ Լավ, գոնե կարող է մեր խելքը չի ասնում։ Գոնե մի ինչ-որ բացատրեք մի բան,
Փորձենք հասկանալ, որ կարող է տենց հետևանք է ինչ-որ բանի կլուծվի, չի լուծվի, շատ գիտեմ ինչ կլինի։ Չէ, ժողովուրդ, դուք էլ եկեք միասին լուծեք։ Դու դեռ ռանդեր եկեք ոչ մեկի տեղ բարձ ենք ուզում լուծենք արդեն իսկականից։ Պիտի գնանք ԱԱՑ-ի հետ բանը, միտեղ հարց լուծենք։ Է։ Մնում է ԱԱՑ-ն արդեն մեզի միտինգի երավիրի։ Ես ինչ է այլ մարդ։ Չի կարելիներ կա, արդեն տուպիկներ կա, որ ասենց մտնում ենք ու չենք ելնում արդեն։ Զզվանք, հոգնեցինք։ Ինչա որոշակի թիմերի համար քաղաքական նպատակահարմարության բաներ կա։ Ընդ որում սա ազդում է այս Սփյուռքի վրա։ Սա ազդում է համայն հայության ներուժի վրա։ Սա ազդում է համայն հայության վաղվա օրվա ապագայի վրա։ Դուք վաղը ինչ քաղաքացի եք ուզում։ Ինչ քաղաքացի եք ուզում։ Ես ջանդամ, մենք մեր հայ գնացե վայվայնա մնացե ախպեր, մենք ջանդամ։ Հիմա իմ տղեն 13-14 տարեկան է։ Ինչ եք ուզում ստանաք իրանից։ Մի հատ կասեք իմանանք։ Ես եմ մեռը գնացել եմ։ Մի հատ կասենք իմանանք։ Իր համար ինչ պատասխանատվություն եք կրում, ինչ քաղաքացի եք ուզում ստանաք։ Ինչ որ ձև կասեք ինքն էլ իմանա։ Իրանից ինչա պահանջվում։ Մեր երկրում քաղաքացին պաշտպանված չի բացարձակ, այսքան բան։ Այսքան բան։ Գնա մարդ քո համար ոնց կարաս քեզի պաշտպանի։ Սա է։ Պաշտպանված չի։ Տո ոչ իրավաբանական առումով է պաշտպանված դատարաններով, ոչ էլ բարոյական նորմերով է պաշտպանված։ Ինչ որ բան են չեմ ասում։ Գոյություն չունի մեր երկրում մի հոգի, որ պաշտպանված է։ Լավ ինչքան պիտի Արա մաքար ենք, ես պատրաստ եմ մինչև մեռնելս մաքար եմ, գոնե նպատակը հասկանամ։ Գոնե հասկանամ հավելյալ այդ ապուշ իրավիճակները խի են ցենց խոչընդոտում։ Մենք ունենք չէ ինֆորմացված լինելու իրավունք։ Մենք ունենք իրավիճակին ծանոթ լինելու իրավունք։ Ապահովեք։ Մեդիա տերորի ենթարկվում ենք օրական։ Նայեք, մատ հասարակ բան ասեմ։ Խոսում ենք հիբրիդային պատերազմներից։ Ես ինքս գիտեմ դա ինչա ու պայքարում եմ դրա հետ դեմ իմ գիտակցության շրջանակներում։ Խոսում ենք բանից, մեդիա տերորից, լրագրողների ու բաների, հեռուստատեսությունների սեփականատերերից եւ այլն։ Խոսում ենք, ասում ենք այդ խնդիրները։ Արա լավ։ Ես հələ էդի հասկանալով, խորապես հասկանալով, բայց ենթադրենք ես էլ շարքային քաղաքացի եմ, ով շարքային էլ կլնեմ, թե չէ էդի հարցի մի կողմ, ով դրանից չի հասկանում, ես հետևորդներից մեկն եմ, ես հիմա այս ետերը նայողներից մեկն եմ, ուզում եմ լսեմ տնամ ինչ է էդի նշանակում, ինչի մասին է։ Արա լավ, ամոթ չի այսքան խոսում ենք դրանից։ Դա նշանակում է, որ մեր քաղաքացուն չենք ապահովել պատշաճ լրատվություն, ինֆորմացված լինելու իրավունքը չենք ապահովել, իրաընտրությունն է, ինքը կարա գնա ընգնի են դաշտերը, են բոստանները, իրա սրտով ուրիշ բան լսի, բայց պիտի բավարար չափով այս կողմն էլ լինի, ինստիտուցիոնալ ձևով, ոչ թե անձերի գրառումներով կամ չգիտես ռելսերով։
Ժողովուրդ ջան, հիբրիդային հարձակում է։ Հա, գիտենք, ես էլ եմ ասում, հիբրիդային հարձակում է։ Հայաստանի վրա գնում ու դեռ ավելի ուշ գնանալու միջև ընտրություններ։ Արա բա, հետո։ Ժողովուրդ ջան, եկեղեցին զավթված է կտրիչ ներսյան, օքեյ։ Հետո։ Ժողովուրդ ջան, այս բանը հեռուստաալիքների 90%-ը նախկիններինն են։ Okay, հետո ընդ որում ես եմ պարագայում երբ հանրությունը ուզում է օգտակար լինի, հասկանում եք, հանրության մեջ կա մի լայն հատված, ովքեր կամավոր հիմունքներով պատրաստ են օգտակար լինել, բայց այդ ռեսուրսը մեթում է, հետո ու գալիս է չեմ մի հատ տեղ, երբ որ ասպես մի րոպե ախպեր ջան, գիտեք ինչ, այն ինչ որ մենք ասում ենք մտահոգությունից դուրս գալով, դուք էդի մի դարձրեք ձեզ համար, կամ դարձնում եք դարձրեք քաղաքական բանավեճերի թեմա, բայց այդտեղ լուծում է պետք, որովհետև քաղաքացին եթե լուծումը տա, մի քիչ գեղական կարգով կարա տա, այդ արանքը մի քանի թաց ու չոր խառնելով։ Ապրես, Այրմինե ջան, մի կողմից 200 միլիոն փող են պահանջում երկրորդ նախագահ կոչվածից, մյուս կողմից ինքը ստանում է երկրորդ նախագահի թոշակ։ Կայֆ, կայֆավատ։ Մի կողմից խոսում են երրորդ նախագահի սալյարկի գործից, մյուս կողմից երրորդ նախագահը հանդես է գալիս բանակի պաշտպանության դիրքերից։ Մի կողմից խոսում են մեկի բանակ չծառայած լինելուց ու փաստաթղթեր կեղծելուց, մյուս կողմից դարձնում են իրենց քաղաքական օպոնենտ։ Ինձ թվում է, չէ, ես չեմ ուզում կասկածեմ որոշ անհատների ազնվության վրա, բայց թիմային առումով ժողովուրդ ջան, ցենց որ նայեմ, կներեք, գնահատականս այդքան էլ լավը չի լինում, ատասանց է, լավ եք։ Ուրեմն դա ձեռնտու է։ Ես սա չեմ ասում, որպեսի ես ինձ սենց թուլացնեմ հիաստան, ճիշտ հակառակ։ Եթե դա այդպես է, օքեյ։ Ուրեմն մենք էլ մեր քայլը սկսենք ձևավորել ու ձևակերպել ու անել։ Համաձայն եմ Հարութ ջան։ Չէ, հիբրիդային պատերազմի արտաքին ուժերի կողմից այդ վերևի տողի հետ այդքան համաձայն չեմ, ներքևի մեկ բանը ձևակերպման հետ համաձայն եմ ախպեր։ Համաձայն եմ։ Կամ գոնե առայժմ համաձայն եմ։ Մինչև հակառակը չափածություն։ Կյանքներս կերել եմ։ Դա կարա դիտարկվի անտարբերություն։ Եվ մարդկանց հիասթափությունները հենց այդ գիտակցումից են։ Հենց այդ գիտակցումից։ Գիտեք, Հայաստանում շատ համենայնդեպս շատ քչերն են, որ այդպես ինչ են։ Անձամբ ձեր օգնության կարիքը շատ չեն զգում իրանց կենցաղային կյանքում եւ այլ։ Հա լավ կլինի, որ պետությունը երբ որ աշխատում է ու կարողանում է ճիշտ կառավարել ֆինանսները,
ու օրինակ թոշակ այս գումարից հասցնում ես գումարը, դա լավ է։ Դա լավ է, թող շարունակի կառավարել։ Բայց եթե չի կարում լուծել տարական անվտանգային խնդիրներ այս պարագայում, ես չեմ ուզում թերագնահատեմ ու ինչ-որ բաներ խառնվի ուրիշ բաների հետ, որովհետև օրվա իշխանությունները ինչ-ինչ արտաքին անվտանգային հարցերը ինստիտուցիոնալ ձևով լուծելով գած, այս մասով բրավո է, այստեղ բան չունեմ ասելու, բայց ներ հասարակական կյանքում ունենք անենց խնդիրներ, դեգրադացիաս, գնագարս եմ ու ձեր գործունեությունը չի բխում դա կարգավորելու շահերից, չի բխում։ Ուտեղ այո հարցեր առաջանում, որոնց պետք է պատասխանել։ Ու շատ լուրջ հոտաբաց բացատրություններ ենք պահանջում։ Նախ ԱԱՑ տնօրենին խնդրում ենք ինչ-որ կերպ ակնարկել, ինչու գործողությունների չեն, կամ առհասարակ երբ որ իրենք ինչ-որ մեկին բացահայտում են, ինչ են անում։ Ինչ է լինում հետո։ Դա արձանագրելու համար են բացահայտում։ Երկրորդ պահանջում ենք, որպեսզի այդ գահը ազատեն զավթիչից, մի հատ զավթիչ եկել գահը բան արել, զավթել է։ Երրորդ պահանջում ենք, որ բարոյականությանը վերաբերվող հարցերը չդառնան քաղաքական արճակատումների ենթակա բան, նյութ, հատկապես իշխանությունների համար, գիտեք խեմ ասում իշխանությունների, եկեք ճիշտ հասկանանք իրար, ժողովուրդ ջան, ես այո որևիցե իշխանությանը սա չի ասի, որովհետև նրանք բարոյականությունից զուրկ են եղել ու դա ապացուցել են, իսկ այս իշխանությունները զուրկ չեն, բայց այս իշխանությունները շատ անելիքներ են ունեցել, իրանք նոր կյանքի, նոր Հայաստանի, չէ, հեղափոխության, ինչը հենց դրա մասին է, նոր իրականությունների, նոր քայլերի, նոր մեկնաբանությունների, նորաձև բացատրությունների, նոր ձևով բացատրությունների կրող են, նոր ձևով գործելու հանձնառություն են ստացել։ Որպեսզի նոր Հայաստանի համար նոր քաղաքացի ունենան։ Նոր քաղաքացին հին ու խալխի ձևով հլվոր տրորվելով գնում է։ բաղձանք հայտնելով, երբ է մաքրվելու դաշտ այ մարդ։ Հիստերիկ դեպրեսիվ հիվանդ ենք դարձել սաղս։ Նորին զանգեցին Իրանից ու ասում են, որ այնտեղ ասել են եռաբլուր գնացած ժողովրդին լավ ծեծել են։ Խնդրեմ, հիբրիդային պատերազմի տեսակ։ Դե պարզ կա հայերը հիմա այնտեղ նստած մեր հայրենակիցները։ Ինչ տպավորություն են ունենում։ Ինչ է նշանակում այդպիսի պարզ կա ստանալով պիտի այդ նյութերը բանանի Աննա ջան, տարածի։ Դաշնակ շները, հակահայկական, պրոթուրքա-ռուսական տարրերը, պիտի տարածեն, միջև այդ մարդիկ ճշտեն կամ չճշտեն, մաղձը մնալու է։
Խնդրեմ։ Դե թող նոտա հղեն։ Դեսպաններն է քնած են էշիական ջին, բան։ Գժի դարա։ Չոտքի գժի դարա։ Որովհետև շատ թույլ տրվեց, շատ որոշվեց փոխըմբռնման պայմաններում առաջ քայլել։ Կներեք, ում եք փոխըմբռնման պայմաններով առաջ փորձում քայլեք։ Շատ չեն, Աննա ջան, իր անում այդ դաշնակները շատ չեն։ Շատ քիչ են իրանք։ Պարզապես են, գիտես են մարգանցով կեն ոնց, եղածը մի փշուր է, բայց կծում ես մի վաննա ջրի մեջ գույնը փոխում է։ Այդ տենց են աշխատում իրանք։ Իրանք որ երբեք էլ շատ չեն եղել ու չեն էլ լինելու շատ։ Ամեն ձև ցույց տվեցինք, որ այս հարցում սատարում ենք, այս հարցում կողքներդ ենք, բայց դա չի նշանակում, որ չի կարելի։ Կամ էլ ուրիշ առաջարկ ունեմ։ Այդ ձեր իրավապահ մարմիններին ասում եք 3 օր չխառնվեն ոչ մի բանի, մենք մեր ձևով մեր հարցերը լուծենք ելնենք ախպեր։ Թե չէ ես գիտեմ, էլի են մոնոպոլիա դարձ, այն որ ասում ենք, այս 5 տարի ասում ենք, բանը փաստաբանների պալատը մոնոպոլիա է։ Հայաստանի Հանրապետությունում մոնոպոլիա է։ Պարոն վարչապետ ջան, դու ասում ես Հայաստանում մոնոպոլիա չկա, ես քեզ ասում եմ կա, փաստաբանների պալատը։ Всё։ Փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետությունում մոնոպոլիա է։ Всё։ Ամեն ձևով կարամ հիմնավորեմ։ Ամեն լյուբոյ ձևով կարամ հիմնավորեմ։ Ընդ որում իմ փողերից են իրենց բան է հետում։ Որպեսի իմ դեմ հանցագործություն արածին պաշտպանեն։ Փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետությունում մոնոպոլիա է, պեչատ ախպեր։ Հիմա հելնենք գործողություն անենք, գործողության արանքը միամիտ, լրիվ միամիտ, շատով ենք, մենք են կարող է միամիտ ուսով հրենք, ու մենք շատով դատվենք այդ միած շարից։ Ու դատական պրոցեսի ժամանակ էլ այդ մոնոպոլիայի ճուտիկ բուլիկները գալու են նատուրի դատա կրեն, օր ու գիշերով վիզ են դնելու, որովհետև մոնոպոլիա է։ Էլ դատական դատավորներից չխոսամ, ՔՊ-ի ընտրած դատավորներ կան, որ իրանք շատ վատ են պահում, քնչականից վաբշե չխոսամ, հələ դու եղի ընդդիմադիր թող մեկը ոտատ տրորի, տես 3 վարկյանում ոնց է հարցը լուծվում, բայց դու հանկարծ մի եղի ընդդիմադիր, դու գնացիր, դավայ, դու գործը բացահայտում ես քնչականում հələ անուն ազգանուն հայրանուտ են լրացնում։ Էլ ինչն եք ուզում ասենք, ինչ իրականությունն այդ ենք ասում, ու հիմնավորեմ, անձնական օրինակով, իմ ընկերների օրինակով, ինձ դիմաց մարդկանց փաստաթղթերով, դաստեկով հավաքեմ, բերեմ հիմնավորեմ ախպեր։ Ուզում եք մի րոպեում, ուզում եք 10 րոպեում, ուզում եք մի ժամում, ուզում եք մի շաբաթ, օրը 24 ժամով, այ այդքան ծավալներով կա, որ ձևով ասեք, այդ ձևով հիմնավորենք։ Նա դա էլ անում արդեն էլ ես ամեն ինչը։ Ուզում ես
Իսկ ես այն մարդը չեմ, ես սպասեմ մեկը մի բան անի, ես ելնեմ միանամ։ Ես ինքս իմ բնավորությունով, իմ ապրելաձևով, միշտ էլ ես իմ ձևով, իմ անելիքներով գնացել եմ։ Փորձել եմ խղճիս առաջ միշտ մաքուր եմ եղել ամենայն դեպս։ Ասում ես արա հելնես սկականից էլի, հիմի խիստ սպասենք ես են, անգամ իսկապես դաժե ճիշտ էլ չի լինի, որ պրյամո երկրի ղեկավարն ամի չամտում սենց հարցերին, ուզում ես ինքնուրույն, ասում ես լավ, մենք էլ ժողովուրդ ենք, եկեք մացես բան, մենք էլ ձախաձեռնենք, ես ինչ հարցը սենց, մենք էլ մյուս կողմից այ մարդ ասում ես, մի հատ իրավ, պրիմիտիվ իրավաբանական աջակցություն էլ չեն ցուցաբերի, որ ասեն, ախպեր ստեղ ես ձևակերպումը մի քիչ սենց արա, կամ ես ինչ տեղը, այ ես մի բանը չանես, որովհետև ախպեր դու քաղաքացի մարդ շատ բան չես հասկանում։ Հետո հարց է այդ ստացվելու։ Գոնե այդ էլ չկա, ասում ես դա ինչ անես, որ թեմայի համար դա, չէ, էլի դատվես, հարց չկա։ Արա գոնե մտածում ես որ թեմայի համար լավ դատվել է, որովհետև այդ դատվելը տարիներ է տանելու քեզանից։ Բայց որ թեման ընտրես, որն է ավելի կարևոր, նայում ես սա կարևոր է։ Ասում ենք բանը, պարգևավճարը, լավ, որոշ բաներ էլ ըմբռնելով ենք ասում, իհարկե այն քնձխների պես չենք կլնգում, փորձում ենք դրա մեջ ինստիտուցիոնալ հենքերը հասկանալ, ու այդպես, եթե կա քննադատելու բան այդտեղ, դիտարկում անել, մոտեցում ցուցաբերել կամ քննադատել։ Ասում եմ դե բան է, բա հանրային մարդը ճիշտ է ասում, հարցը չի, բա պետական բարձրագույն պաշտոնի է, այսօրվա իրականության մեջ ինչ ասես չեն ասում, մարդը մենակ դրանից, որպեսզի պաշտպանվի, միլիոնով փող է պետք լինում։ Ասում ես, օքեյ, ցավը տանեմ, բայց ոնց հասկանում եմ, քանի որ դանդաղ է մեր երկրում փոփոխություններ է գնում, մենք էլ ենք սկսում ոնց որ թե պաշտպանվելու կարիք ունենալ, ու ոնց որ մեզ էլ է միլիոնով փող պաստորեն պետք լինում։ Ինչի մասին է խոսքը։ Հələ Էրա պարագայում ինքը դրա փոխարեն աշխատանք ու ակնկալիք ունի, աշխատավարձի տեսքով մենք տենց բաների, փաստաբանների հարկերն էլ բարձրացրեցիք, ցավները տանեմ։ Այսօրվա դրությամբ փաստաբանը եթե ուզի լավության կարգով քո համար ձրի աշխատի չի կարա։ Պիտի մի բան մուտես, այդ մուտելիքն էլ բարձր է։ Ահա։ Կայֆ։ Դույ։ Ինչ անենք։ Ինչ անենք, սա հարց է, հանրության հարցն է, խնդրում ենք ինչ որ կերպ պատասխան ներկայացրեք, ինչ անենք։ Հանրությունը ինչ անի, երբ որ հանրությունը գժվում է, ինչ անի, խնդրում, այ սա հարցն է, այս սա խոսակցության հարցադրումը դա է, երբ որ հանրությունը գժվում է, ինչ անի։ Խեք հանրությանը դնում անելի վիճակի մեջ։ Չէ որ հանրությունը մեր իմաստուն է, դուք ինքներդ եք ասում, ով մեր քաղաքացիները ասացուն իմաստուն է, ըմբռնում է, որ որոշակի ցնցումներ կարող են բացասական ազդեցություն ունենալ իր պետության վրա։ Եթե որոշենք մի հատ ակցիա անենք, կհաշվեն, հա լավ, մի 100 հոգի էր եկել ակցիային, լավ էսի էջ։ 100,000 հոգի է եկել, մի րոպե ցնցումներ է։ Չգիտեմ։ Տեսեք, այստեղ Սուրբ Երրորդություն եկեղեցին է։
Այս Սուրբ երրորդ եկեղեցին, որ կառուցվում էր, վերջի հատվածում կտրիչը դուք տենայիք այդ բանվորներին ոնց էր անես քֆուրները ամոթեր լսելը, տաղահալով ամոթեր լսելը, քֆրտում էր, որ շուտ պրծնային, որ հասցնի Քոչարյանը միջև ատստավքի գնալը գա բացմանը ինքը մասնակցի։ Արդյունքում նենց վատ աշխատեցին եկեղեցու վերևը գմբեթի տակ սաղ ճաքել է, մեր քանդվելու է։ Ես մի օր նկարելու եմ, ցույց տամ ձեզ։ Իմիես եկեղեցու մի քահանա է, ես չեմ ճանաչում իրան, որովհետև Տեր Արարատից հետո չեմ գնացել այդտեղ պատարակի։ Հիմի իմ հայաթը, իմ եկեղեցին մտնեմ ընդեղ, մենք էլ պատարակի ժամանակ ինձ որպես հավատացյալ պիտի համոզեն, որ ես երբ որ Գարեգիմբայի անունը տալիս են, ընդեղ երջախումբը ասում է սուրբ, 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 ես հետները պիտի դա ասեմ սուրբ, պիտի կամ ընկալեմ դա այդպես, կամ պիտի լսեմ դա այդպես։ Չեմ ուզում լսեմ, հետևում եմ վարչապետի հորդորին, ելնում ասում եմ մենք մի րոպե։ Դա չէ, սենց է։ Այս մարդիկ զանգում են քաղմած, ասում են մեր լավագույն դեպքում, այդտեղ որ չեն շանսատական է, դնենք մի կողմ, զանգում են քաղմած, ասում են մեր ծեսը խոչընդոտել է։ Մաքուր օրենք, հա, բանով։ Սահմանադրությամբ։ Հաստատված օրենք է։ Եթե խոչընդոտել է, դատա հաստում։ Հետո այս դատանում ասում եմ, դե գիտեք ինչ։ Ինքը որովհետև կաթողիկոս չի, սուրբ չի։ Հիմա սա իրավական գնահատական ունի թե չէ, եթե ունի, հարց չկա, բան, ես կիրակի մտնեմ ստեղ։ Մյուս մայրաթոր գնամ մտնեմ։ Ապշե խնդիր չկա։ Ունի իրավական բան։ Թե քաղաքական հայտարարություն է դա։ Ես ունեմ իմ քաղաքացիական հայտարարությունը, իհարկե, բայց իմ քաղաքացիական հայտարարությունը դեռևս իրավական հայտարարություն չի, չէ՞։ Դուք էլ ունեք քաղաքական հայտարարություն, բայց չգիտենք իրավական բանը կա դրա թե չէ։ Ոնց է։ Ահացուն էլ ասում ախպեր ջան, մեր լավ ախպեր KGB-շնիկի հալալ ախպերն է։ Ուրշը։ Okay, հալալ ախպերն է։ Կայֆավատ արեք ոնց կարակ։ Էս է ախպեր։ Եթե մի բան մտածենք, ձեռնարկենք, կասենք ժողովուրդ ջան, չէ, զատու էս է, էս ունենք։ Թող ականջներին ուղղարնեն, ֆիքսեն, թե մենք ոնց ենք գնահատում իրավիճակը։ Այդքան բան։ Շնորհակալություն եթերը դիտելու համար ժողովուրդ ջան։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, բայց բարի գիշեր ձեզ։